Օրինաց երկիր կուսակցությունը վերջի ժամանակահատվածում, ինչպես եւ նախկինում ակտիվ է օրինաստեղծ գործունեության ընթացքում, ակտիվ է խորհրդարանական գործունեության ընթացքում եւ ես ձեզ տեղեկացնեմ, որ վերջին հատվածում մենք շրջանառության մեջ ենք դրել մոտավորապես 10 օրենսդրական նախաձեռնություններ, մինչ այդ նույնպես ունեինք մոտ 30-ից ավել օրենսդրական նախաձեռնություններ, որոնք վերաբերվում են մեր հասարակությանը հուզող բազմաթիվ հիմնախնդիրների, մասնավորապես տնտեսական զարգացմանը, փոքր եւ միջին բիզնեսի, ուրեմն աջակցությանը, սոցիալական պաշտպանության եւ այլ հիմնախնդիրներին։ Մասնավորապես մեր կողմից շրջանառության մեջ է դրել կൂട്ടակային կենսաթոշակային հիմնադրամի վերաբերյալ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ ուրեմն նախաձեռնություն, որը ունի բազմաթիվ կետեր եւ այդ տեսանկյունից այս ուրեմն տրամաբանության շրջանակներում մենք նաեւ վերջերս առաջարկություն կատարեցինք ազգային ժողովում, երբ որ համապատասխան օրենքը եկավ կൂട്ടակային կենսաթոշակային հիմնադրամների վերաբերյալ օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու, մենք առաջարկեցինք փոփոխություն կատարել։ Մյուս կարևորագույն ուրեմն օրենսդրական նախաձեռնություններից է շրջանառության հարկի մասին ուրեմն օրենքի մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը, որով մենք առաջարկում ենք շրջանառության հարկը 3.5%-ից իջեցնել մինչև 1.5%, սա վերաբերվում է 50 մինչև 58 միլիոն շրջանառություն ունեցող ձեռնարկություններին, այսինքն փոքր եւ միջին բիզնեսին եւ շատ հետաքրքիր նաեւ զուգադիպությամբ մոտավորապես 59,000 տնտեսվարող սուբյեկտների է վերաբերում։ Մեր կարծիքով սա կակտիվացնի գործարարությունը եւ նպաստ կբերի փոքր եւ միջին բիզնեսին, որ այսօր բավականաչափ բարդ իրավիճակի մեջ է։ Այս տրամաբանությամբ մենք աշխատել ենք նաեւ նախկինում, բազմիցս մենք խոսել ենք նաեւ օրինակ ժողովրդական լեզվով ասած սուպերմարկետների մասին օրենքի վերաբերյալ, որը պետք է հնարավորություն ստեղծի, այսինքն կանոնակարգելով մեծ առևտրային տարածքների գործունեությունը, ուրեմն այսպես աջակցի փոքր եւ միջին ձեռնարկություններին, մասնավորապես արդեն հայտնի է վերջին տարվա ընթացքում 1.500 փոքր խանութներ են փակվել։ Հաջորդ կարևորագույն խնդիրը վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն է, որ առաջարկում է տուգանքները ավտոմոբիլների, մարդատար ավտոմոբիլների ուրեմն խախտումների դեպքում տուգանքները իջեցնել մասնավորապես 10,000-ից 5,000 տարբեր կատեգորիաներով, ուղղակի ես չթվարկեմ ինչն է խնդիրը, քանի որ մասնավորապես կան ավտոմոբիլ վարող թոշակենսաթոշակառուներ, որոնց կենսաթոշակը բավականաչափ ցածր է, կան մարդիկ, որոնք նախկինում ավտոմեքենաներ ունեին, այսօր ոչ բարձր ցածր աշխատավարձ են ստանում եւ նրանց համար տուգանքների վճարումը բավականաչափ բարդ խնդիր է։ Եվ այս տեսանկյունից մենք գտնում ենք նաեւ ուրեմն խախտումների պակասեցման եւ տուգանքների գանձման հարաբերակցությունը հաշվարկելով մենք պարզ հասկանում ենք, որ սա մի կողմից իհարկե կպահպանի ուրեմն կանոնները պահելու համակարգ, այսինքն մարդիկ տուգանքների արկայությամբ խախտումներ չեն անի, բայց մյուս տեսանկյունից մենք խիստ ծանր վիճակի մեջ չենք դնի մեր այն ավտոմոբիլիստներին, եթե կարելի այսպես ասել, այն քաղաքացիներին, որոնց եկամուտները խիստ ցածր են։ Այս օրենքները, ինչպես եւ միշտ մեր բոլոր մոտեցումներում, որը ելնում է նաեւ մեր գաղափարախոսությունից, ուղղված են մարդու պաշտպանությանը, նրա տնտեսական գործունեության, նրա սոցիալական պաշտպանության ոլորտում գտնում ենք եւ նախկինում էլ են գտել, որ կൂട്ടակային կենսաթոշակային հիմնադրամի գործառնումը դա կարեւոր է հասարակության մեջ, ուրեմն կենսաթոշակառուների հետագա ապահովման համար։ Մարդիկ ուրեմն ցանկանում են նախ եւ առաջ տեսնել ինչպիսի երաշխիքներ նրանք ունեն եւ երկրորդ կարեւորագույն խնդիրը, որ այստեղ պետք է լինի պարտադիր կամովինության էլեմենտը։ Մեր մոտեցումը սա է։ Կա այսօր իրավիճակ եւ փոխվել նաեւ նախկինում, կա նաեւ Սահմանադրական դատարանի հայտնի որոշումը։ Միաժամանակ այս հիմնախնդիրները, որոնք մենք այսօր ենք բարձրացնում եւ որոնք արտացոլված են նաեւ մեր օրենսդրական նախաձեռնությունների մեջ, մենք բարձրացրել ենք օրինաց երկիր կուսակցության գրասենյակում Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ ունեցած հանդիպման ժամանակ, որտեղ քննարկվում էր նույն կൂട്ടակային հիմնադրամի խնդիրները, այսինքն մեր մոտեցումները այնպիսին են, ինչպիսին կան, եւ մենք այս տեսանկյունից նախկինում նաեւ ունեցել ենք այդ մոտեցումները։ Դրանից բացի, ինչպես ես արդեն ասացի, կա Սահմանադրական դատարանի որոշումը, այնպես որ այս ոլորտը ինքը դինամիկ եւ շարժվող ոլորտ է։